Ով էր Մելքիսեդեքը։ Բոլորս էլ լսել ենք Մելքիսեդեքի անունը։ Խորհրդավոր մի կերպար, որը հայտնվում է ընդամենը մի քանի տողում, բայց գրավում է աստվածաբանների, պատմաբանների եւ կրոնագետների ուշադրությունը հազարավոր տարիներ շարունակ։ Ով էր նա իրականում։ Պատմական անձ, առեղծվածային թագավոր, թե մեսիական նախատիպ։ Այս տեսանյութում փորձելու ենք հասկանալ, ով է Մելքիսեդեքը ըստ Աստվածաշնչի, ինչ խորհրդանշական իմաստ ունի նրա կերպարը ըստ եկեղեցու հայրերի մեկնության, եւ ինչպես են ժամանակակից քրիստոնյա գիտնականները մեկնաբանում նրան այսօր հին աշխարհի պատմական, լեզվաբանական ու աստվածաբանական համատեքստում։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպիսի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Մելքիսեդեքը հայտնվում է Ծննդոց գրքի 14-րդ գլխում։ Նա ներկայացվում է որպես Սաղեմի թագավոր եւ բարձրալի քահանա, որը հանդիպում է Աբրահամին նրա հաղթական վերադարձից հետո։ Սաղեմի արքա Մելքիսեդեքը, քանի որ բարձրյալ Աստծո քահանան էր, հաց ու գինի բերեց եւ օրհնեց Աբրահամին ասելով. «Օրհնյալ լինես Աբրամ, բարձրյալ Աստծո կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Այս հատվածում մի քանի բան արդեն առանձնանում է։ Նախ նա եւ թագավոր էր եւ քահանա։ Սա բացառիկ է հին աշխարհի համար, քանի որ այդ երկու պաշտոնները սովորաբար միմյանցից առանձնացված էին։ Երկրորդ, նրա անունը Մելքիսեդեկ։ Հին եբրայերենից թարգմանվում է որպես արդարության թագավոր, իսկ նրա քաղաքը Սաղեմ նշանակում է խաղաղություն։ Այսպես նա դառնում է մի կերպար, որն արդեն խորհրդանշում է արդարության եւ խաղաղության միավորումը։ Հետագայում Նոր կտակարանի եբրայեցիներին ուղված նամակի 7-րդ գլխում Մելքիսեդեքը ներկայացվում է որպես մի խորհրդավոր անձ, որի քահանայությունը չի գալիս ժառանգաբար, այլ հավիտենական բնույթ ունի։ Նա անհայր, անմայր էր, առանց ազգաբանության, ոչ օրերի սկիզբ ուներ եւ ոչ կյանքի վախճան։ Նմանվելով Աստծո որդուն, նա կա ու մնում է մշտաննջապես քահանա։ Այս խոսքերը Մելքիսեդեքին դարձնում են ոչ թե պարզապես պատմական գործիչ, այլ հավիտենական քահանայության խորհրդանիշ, որը նախապատկերում է Հիսուս Քրիստոսին։ Եկեղեցու հայրերը Մելքիսեդեքին դիտարկել են որպես Քրիստոսի նախատիպ։ Նա կոչվում է արդարության թագավոր եւ խաղաղության թագավոր, որովհետեւ Քրիստոսն է արդարության աղբյուրը եւ խաղաղության հեղինակը։ Հովհան Ոսկեբերան։ Գյուրեղ Ալեքսանդրիացին ընդգծում էր, որ Մելքիսեդեքի հացն ու գինին, որոնք նա բերեց Աբրահամին, նախատիպն են եկեղեցու սուրբ հաղորդության, այսինքն այն ժամանակ, երբ Մելքիսեդեքը մատուցում էր հաց ու գինի, դա կանխորոշում էր այն, ինչ հետագայում պիտի կատարվեր վերջին ընթրիքի ժամանակ։ Ավելի ուշ միջնադարյան աստվածաբանները տեսնում են նրա մեջ նաև քահանայության նոր կարգի սկիզբը, որը չի հիմնվում Ղևիից հեղի վրա, այլ գալիս է անմիջապես Աստծուց։ Դու հավիտյան քահանա ես ըստ Մելքիսեդեքի կարգի։ Այսպես Մելքիսեդեքը դառնում է այն աստվածային կարգի խորհրդանիշը, որով Քրիստոսը պիտի հաստատեր նոր ուխտը, հին զոհաբերական համակարգը փոխարինելով հավիտենական քահանայով։ Ժամանակակից աստվածաբանները փորձում են Մելքիսեդեքի կերպարը դիտարկել թե պատմական եւ թե խորհրդաբանական տեսանկյունից։ Շատ ուսումնասիրողներ ենթադրում են, որ նա կարող էր լինել պատմական կերպար, Սաղեմի, ապագա Երուսաղեմի թագավորներից մեկը, ով պաշտում էր բարձրյալ Աստծուն դեռ Աբրահամից առաջ։ Բայց մյուսները նշում են, որ եբրայեցիների նամակում նրա կերպարը դիտվում է ոչ որպես պատմական անձ, այլ որպես հավիտենության խորհրդանիշ, որը դուրս է ժամանակի սահմաններից։ Նոր կտակարանի հետազոտող Լարի Հուրթադոն գրում է. Մելքիսեդեքը հին ուխտի ամենահետաքրքիր կերպարներից է, որովհետև նա միաժամանակ կանգնած է պատմության եւ մետաֆիզիկայի սահմանագծին։ Նա նույնքան իրական է, որքան խորհրդանշական։ Այսօր ժամանակակից հետազոտողների մեծ մասը համաձայն է, որ Մելքիսեդեքը չի ընկալվում որպես առանձին աստվածային էակ, այլ որպես Քրիստոսի նախապատկեր, մարմնավորելով այն գաղափարը, որ իսկական քահանայությունը չի գալիս ժառանգաբար, այլ Աստծո կոչմամբ։ Ամփոփելով, Մելքիսեդեքի կերպարը հիշեցնում է մեզ, որ Աստվածաշնչի յուրաքանչյուր կերպար ունի ավելի խորը շերտ, քան պարզապես պատմությունը։ Նա խորհրդանշում է արդարության եւ խաղաղության միասնությունը, քահանայություն, որը չի սահմանափակվում ժամանակով եւ ազգով։ Քրիստոնեական ավանդության մեջ Մելքիսեդեքը դառնում է այն կերպարը, որի միջոցով կարելի է տեսնել Հիսուս Քրիստոսի հավիտենական բնույթը, որպես թագավոր, քահանա
եւ խաղաղության աղբյուր։